Մեկ տարի է անցել Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից, բայց փաստաթուղթը վերջնական ստորագրված չէ։ Բաքուն հիմնական խոչընդոտ է համարում Հայաստանի սահմանադրությունը, քանի որ մայր օրենքի նախաբանում հղում է արվում անկախության հռչակագրին, որտեղ հիշատակվում է Հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետության և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշումը։ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Արուսյակ Ջուլհակյանը երեկ հայտնեց, նոր սահմանադրության տեքստը կհրապարակվի մինչև տարեվերջ։ Արդյոք այն նախաբանը, որը ենթադրվում է, որ պետք է լինի նախագծում, իր մեջ պարունակում է հղում անկախության հռչակագրին, ոչ եւ չպետք է պարունակեր։ Եվ այդտեղ Ալիևը որևէ կապ չունի, որքան էլ որ դուք խոսեք այդ մասին եւ որքան էլ այդ հարցը շահարկեք։ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ շատ իրատեսական էր համարել, որ ՔՊ-ն կստանա սահմանադրական մեծամասնություն, սակայն նրա այս կանխատեսումը չիրականացավ։ Եվ հիմա քաղաքացիական պայմանագրին հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ է ընդդիմադիր падգամավորների աջակցությունը։ Խորհրդարանը սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումը պետք է ընդունի падգամավորների ընդհանուր թվի առնվազն 2/3 ձայներով։ 105 падգամավորից բաղկացած ազգային ժողովում դա նշանակում է առնվազն 70 ձայն։ ՔՊ-ն ունի 64 падգամավոր, այսինքն եւս 6 падգամավորի կողմ ձայն է անհրաժեշտ։ Ջուլհակյանը օրինակ լավատես է, որ կկարողանան համոզել ընդդիմադիր падգամավորներին, ինչպես հարցրինք ՔՊ-ական մեկ այլ падգամավորի Հասմիկ Հակոբյանին։ Շատ տրամաբանական մեթոդով։ Տեսեք, դեռ իրենք էլ չգիտեն այդ սահմանադրությունը, որտեղ հանձնաժողովից չեն սահմանադրական, ինչ փոփոխությունները առաջարկում, ինչի առաջարկում։ Իսկ կարող են կարդան ու տեսնեն, որ մի հրաշալի սահմանադրության նախագիծ է եւ մի բան էլ իրենք են համոզում նաեւ քաղաքացիներին ունենալ այդ սահմանադրությունը։ Հայաստան խմբակցությունը բացառում է, ընդգծելով, որ կողմ չեն քվեարկի այն սահմանադրությանը, որը իրենց համոզմամբ փոխվում է Ալիևի պահանջով եւ որում բացակայելու է հղումը անկախության հռչակագրին։ Տպավորությունը այնպիսին է, որ ՔՊ-ն այն նույն մեխանիզմով, որով ճնշում է գործադրել դատարանների վրա, դատարանները շրջափակելու ապօրինի կոչը հիշում եք, այդպիսի մի բան է պատկերացնում Ալիևի պահանջած սահմանադրություն ունենալու համար։ Քրիստինե Վարդանյանը բացառում է նաև, որ իրենց խմբակցությունից որևէ падգամավոր կարող է կողմ քվեարկել։ Այո, անհավանական կարող են լինել իշխանական ճնշումներ, դա բացառել չեմ կարող, բայց պիտի հասկանանք ինչ է սահմանի դրած, դրա համար այդտեղ այո, ռիսկ այդպիսի կարող է լինել, բայց դրան պետք է դիմագրավել։ Մեր խմբակցության պարագայում ես ունեմ վստահություն։ Ոչ միայն վստահություն, այլև հստակ պայմանավորվածություն կա ուժեղ Հայաստան խմբակցությունում, հայտարարեց խմբակցության ղեկավարը։ Մենք մինչև գալ այստեղ բոլորը հետ պայմանավորվել ենք։ Եթե մարդ մտավախություն ունի իր անվտանգության կամ իր ազատության համար, սա այդ տեղը չէ։ Այստեղ մարդիկ գալիս են հասկանալով, որ կարող են ենթարկվել քաղաքական ռեպրեսիաների, բայց մենք պատրաստ ենք դրան, կրում ենք դրա պատասխանատվությունը։ Նարեկ Կարապետյանն ասում է, Հայաստանի անկախության հռչակագիրը երկրի ծննդականն է, ինչպես կարող է չլինել սահմանադրության նախաբանում։ Հասմիկ Հակոբյանը հակադարձում է, դա պատմական փաստ է, ջնջելու մոռանալ հնարավոր չէ։ Կարապետյանի խոսքով ժողովրդի ճնշումն այս դեպքում չի կարող դեր ունենալ, քանի որ իրենց էլ մանդատ են տվել, որպեսզի սահմանադրությունը չփոխվի Ալիևի պահանջով։ Հասմիկ Հակոբյանը մինչդեռ այլ համեմատություն է տանում։ Եթե դուք 18 թվականի հունվար ամսին ասեիք, որ պետք է քվեարկվի, որպեսզի Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ, որևէ մեկը խորհրդարանում հանրապետականներն էին, բարգավաճներ, չէ, դաշնակցությունն է, որևէ մեկը չէր քվեարկի, որպեսզի Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ, բայց ժողովուրդը ունեցավ այդ ցանկությունը եւ չկարողացան դիմադրել ժողովրդի ցանկության դեմ։ Հնարավոր է համոզելու մեխանիզմներ բանեցվեն քրեական գործերի միջոցով, հարցրինք Հակոբյանին։ Քրեական գործեր եղել են եւ կլինեն հետագայում այն անձանց նկատմամբ, որոնք ենթադրյալ ինչ-որ արարք են գործել, որի հետ կապված կա այդ կասկածը, որոշակի շեմ արդեն հաղթահարած ապացուցելիության կասկած, այսինքն չենք կարող մարդու վրա ուղղակի չի կարելի, չես կարող գործ կարել, հասկանում եք, այդ ամեն ինչը մերժվել է 18 թվականին։ Նիկոլ Փաշինյանը անկախության հռչակագրին հղումը համարում է կոնֆլիկտածին եւ պնդում, որ դրանից ազատվելը բխում է հենց Հայաստանի շահերից։ 2018 թվականից սկսած է Փաշինյանը տարբեր առիթներով խոսել սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու մասին։ Նոր սահմանադրության մասին Փաշինյանն առաջին անգամ խոսել է 2020 թվականին սահմանադրության օրվա առթիվ հղած ուղերձում, նշելով, որ այն պիտի հենված լինի քաղաքացիների կամքի վրա
Իսկ 2024 թվականին Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի արդիվ հղած շնորհավորական ուղերձում Փաշինյանը հայտարարեց, որ անկախության հռչակագրի ողջ բովանդակությունը ներառված չէ Հայաստանի սահմանադրության մեջ։ Ադրբեջանական կողմը Հայաստանի սահմանադրության փոփոխության պահանջ առաջ քաշեց Արցախի բռնի տեղահանումից հետո, իսկ 2024 թվականի ապրիլին հայտարարեց, որ Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը, դա համարելով խաղաղության պայմանագրի կնքման նախապայման։ Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանի մայրօրենքում տարածքային նկրտումներ կան։